Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գերմանիան ինչու կարիք ունի եկեղեցին մեր պաշտպանությանին։ Ակցիաներ է կանում երկրորդն է որտեղ։ Արդեն երրորդ ակցիան է, իհարկե երկու շաբաթ չարեցինք, որովհետև վստահ էինք, որ Նիկոլը կհասկանա, որ սա այն վերջի կարմիր գիծն է, որ ինքը հատում է, որը ժողովրդի իրեն չի ների, եւ փաստացի գիտեք հավատացյալ զանգվածը ժողովրդի կհասկանա, որ այն ամբողջ արհավիրքները, որ լինում են վերջի շրջանում, այն սարսափելի եւ ողնապտույտները եւ փոթորիկները եւ կարկուտը եւ այլն եղել է փաստացի հենց դրա պատճառով։ Ես հասկանում եմ, որ շատերի համար դա հասու չէ, բայց դա փաստացի աշխատում է այդպես եւ մենք գնում ենք հոգեվոր զարգացման ճանապարհով եւ հստակ տեսնում ենք այդ ամբողջի փոխկապակցվածությունը։ Այնուամենայնիվ Նիկոլը ինչ որ մի պահ դադարել էր այդ թեմայով խոսել եւ մենք հույս ունեինք, որ գոնե այս գծից հետ կկանգնի եւ կդադարի, չնայած միևնույնը կմնա չարիք, որովհետեւ ամբողջությամբ այս 5 տարի շարունակ կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունը, հանձնում է մեր հողերը եւ շարունակում է նպատակը դնել եւ հետապնդել նպատակը հանձնելու մեր տարածքները, այս անգամ վախենում ենք, որ Սյունիքը։ Բայց տեսեք, Պարսկաստանում պատերազմ է եւ Պարսկաստանը մեր միակ բարեկամ երկիրն է, փաստացի, ու եթե հանկարծ Պարսկաստանը թուլանա, մենք ընդհանրապես չենք կարողանա մեզ պաշտպանել, ու այդ ֆոնին շարունակել հարվածել հայ առաքելական եկեղեցուն ակնհայտ հանցագործություն է։ Մյուսը, երբ որ ինքը հարձակվում է Սամվել Կարապետյանի կամ ընդհանրապես մենք տեսնում ենք Հայաստանում ինչ է տեղի ունենում, ցանկացած մարդ, որ ինչ որ կերպ իրենց դեմ է կանգնում, միանգամից տարբեր տեղերից հարվածներ է ստանում։ Եվ սա նույնիսկ մենք առաջ ասում ենք ոստիկանական պետություն է, հիմա ոստիկանական պետություն էլ չի, սարսափելի, ինքը բլռիվ բռնապետական ու դավաճանական իշխանություններ են։ Ու դրա համար մենք միշտ ասում ենք հայ առաքելական եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է, հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահել է հայ ազգը եւ հիմա ժամանակն է, որ հայ ազգը կողքին կանգնի եկեղեցու եւ իհարկե հայ առաքելական եկեղեցին այնքան հզոր է, որ պաշտպանության կարիք չունի, այնուամենայնիվ մեր բոլորիս պարտքն է կանգնել եկեղեցու կողքին։